Անուն հոր եւ որդվո եւ օգույն սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, այս խորհրդավոր արարողութենեն յետք մենք պիտի շարունակենք մեր ուսումնասիրությունը Նիգիո ժողովին պատրաստված հավատամքին, որ այսօր 4-րդ նյութն է, որ պիտի ներկայացնենք։ Ուրեմն հավատամքը, ինչպես ասվեցավ, իր պատմականը ներկայացվեցավ, հավատամքի մի Աստված ի հայր ամենագալ խոսեցանք, այսօր գուքանք խոսելու երկրորդ նախատասության, որ գսե արարիչ երկնի և երկրի, երևելյաց և աներևութից։ Բնականաբար այս վերջին նախատասությունը գխոսի ստեղծագործության մասին, թե Աստված ինչպես 5 օրերու ընթացքին ստեղծեց երկինքն ու երկիրը, արարիչ երկնքի և երկրի, և 5 օրերու ընթացքին Աստված ամեն օր գերբարանք մտվավ այս երկրակունտին։ 6-րդ օրը սակայն գադարեց իր ստեղծագործության գլուխ գործոցը, որն է երևելի էակները, որոնք են այդ երևելի էակները մենք մարդիկս ստեղծեց նախ Ադամը և Աստվածաշունչը գսե դեսավ անոր մինակությունը և չուզեց, որ մարդ մինակ ապրի, այլ մտածեց, որ իրեն օգնական մտանք և Ադամի վրա գսե խոր կում բերելով անոր գողի ոսկորներեն մեկը արավ և շինեց գինը ու տվավ մարդուն, որպեսզի որդե ծնությամբ անոնք ապրին իրենց կյանքը, ճիշտ անոր համար ամուսնացած զույգին համար ինչ կսենք նաև գողագից, այսինքն Ադամի աջ կողմեն առնված անոր գողքին գեցող, եթե մենք պարարանները, աստվածաբանական պարարանները բանանք, հոն պիտի տեսնենք Ադամին համար գսե հող, գարմիր հող, կամ գավ, իսկ Եվային համար գսե օգնական։ Եվ այսպես երևելի արարածները, որ մենք ենք և մեզ ստեղծեց։ Հիմա հարց կուտանք մենք մեզի, թե աներևույթ արարածները ովքեր են, որոնք են աներևույթ արարածները, որ հավատամքի մեջ շեշտված է երևելի և աներևույթ, արարիչն երևելյաց և աներևութից։ Հիմա մենք խոսեցանք 6-րդ օրվա մասին, որ ստեղծվեցավ մարդը, հապա աներևելի էակները երբ ստեղծվեցան, մենք եթե Աստվածաշունչի ծննդոց գիրքը բրբդենք, հոնդեղը չենք գտներ, նախատասությունը չերևիր, որ արձանագրված է, որ Աստված նաև ստեղծեց աներևույթ էակներ։ Աներևույթ էակները բնականաբար բոլորս գիտենք, հրեշտակներն են։ Եվ ստեղծագործության 6 օրերու ընթացքին դեղը չէ հիշատակված, թե Աստված ստեղծեց հրեշտակները, հապա ուրգե եկան ասոնք, հանգարց պիտի տեսնենք, որ մեր հայրապետները լույս կսպրեն այս անիմանալի և այս գաղտնի մեզի համար այդ ստեղծագործության մեջ և գսեն առաջին օրը ինչ հրավ Աստված ստեղծեց լույսը գսե, արևը ցերեկվա համար, լուսինը գիշերվա համար, ստեղծեց աստղերը և այլ լուսեղեն էակներ։ Այդ այլ լուսեղեն էակները հրեշտակներն են, որոնք 9 դասագարքերու բաժնված են, և այդ 9 դասագարքերը
ունին իրենց ռեշտագաբեդերը եւ այդ ռեշտագաբեդերուն գլխուն գակնած այլ ռեշտագաբեդը, որ օրը անհնազանդ գտնվելով իր հբարդության պատճառով պիտի վերածվի սատանայի։ Ուրեմն աներևույթ ստեղծագործության մեջ ժամանակի ընթացքին ինչպես մարդ Արարածը անհնազանդ գտնվեցավ, մարդ Արարածեն առաջ նաև գար հրեշտակը, որ գրգին հբարդացավ եւ անհնազանդ գտնվեցավ եւ վերածվեցավ սատանայի, որ եթեմի մեջ ցկված էր, որ պատճառ դարձավ Ադամն ու Եվային նաև գորուստին։ Ուրեմն մենք պետք է գիտնանք այս գեդը 6 օրյա ստեղծագործության մեջ առաջին օրը ստեղծվեցան աներևույթ էակները նաև, իսկ 6-րդ օրը ստեղծվեցան մարդ Արարածը, Ադամն ու Եվան։ Ուրեմն հավատամքին մեջի երկրորդ նախատասությունը արարիչ երկնքի եւ երկրի, երևելյաց եւ աներևույթից։ Հոս այսօրվա մեր խորհրդածությունը գավարդի։ Սակայն մենք, եթե մտածել ուզենք, թե մենք այլ հավատամքներ ունենք, պատասխանը այո է։ Հայ առաքելական եկեղեցին ունի 3 հավատամքներ։ Հավանաբար այլ եկեղեցիներ ունին 2։ Մենք ունենք 3, որովհետև հայ ենք, միշտ ավելի պետք է ունենանք ամեն բանի մեջ։ Միշտ հարաճատեն պետք է լանք եւ միշտ ավելիով պետք է ունենանք, ինչպես որ մեր հայրերը մեզի գսեն նաեւ, որ մենք քրիստոնեությունը հայացուցինք եւ ընդունեցինք։ Ուրեմն մենք ունենք 3 հավատամքներ։ Առաջին հավատամքը, որ կգոչվի առաքելական, որ առաքյալներու կողմէ հորինված է։ Այս հավատամքը մենք կգործածենք մգրդության ժամանակ, որ կխոսի 10 գեդերու մասին։ Հավատամք ամենասուրբ երրորդության Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հոս ուշադիր եղեք առաջին հավատամքին ավեդումն Գաբրիելի գսե։ Գաբրիել ռեշտագի ավեդումը Սուրբ Գույս Մարիամին խորքին մեջ այս կգազմե հիմնակարը քրիստոնեության։ Ան որ չի հավատար Գաբրիել ռեշտագի ավեդումին քրիստոնյա չի գրնար գոչվիլ, որովհետև հոն է որ Աստված գղրգե իր Գաբրիել ռեշտագը եւ Մարիամի գսե։ Ավետարանի մեջ մանավանդ Ղուգասու ավետարանի մեջ հստակորեն արձանագրված է, եկավ գսե Երուսաղեմ Նազարեթ քաղաքը եւ հոն գույս մգար Մարիամ անունով եւ անոր ավետեց Եսայի մարգարեության մեջ հիշված է, հաջախ ասած ենք մեր բատկամներու կամ Սուրբ Գրքի սերտողության ժամանակ մենք ունենք 4 ավետարաններ, բայց ատկի առաջ ունեցած ենք Եսայի մարգարեությունը, որ մեր հայրապետները զայն գոչած են 5-րդ ավետարանիչ։ Հոն արդեն հստակորեն գսե եւ իր ամենանշանավոր եւ գեղեցկագույն խոսքն է, որ գսե մենք խավարի մեջ նստած էինք, հանգարց երկինքեն լույսը ձակեցավ մեր վրա։ Բեթղեհեմի լույսն էր, որ Եսայի մարգարե Քրիստոսը 800 տարի առաջ գհիշե։ Վերադառնանք գարչ հավատամքին առաքելական։ Ուրեմն ավետումը Գաբրիելի ծնունդն Քրիստոսի ծնունդը, ավետումը, ծնունդը եւ երրորդը մգրդությունը գսե գահավատանք։ Իսկ 4-րդը անոր չարչարանքները, 5-րդը խաչելությունը, 6-րդը անոր երեկորյա թաղումը, 7-րդը անոր հարությունը, 8-րդը աստվածաբես համբարձումը դեպի երկինք, 9-րդը իր հորը աջ կողմը նստիլը, իսկ 10-րդը
մեզի գհիշեցնե, որ երկրորդ անգամ իր պարքովը եւ աստվածային զորությամբ պիտի կա եւ մեզ այս անգամ թադելու։ Հոնգս է ավետարանիչը պիտի սարսափին եւ վախնան բոլորանոնք, որոնք Աստծո գամքին եւ պատգամին համաձայն չեն ապրիր իրենց կյանքը։ Ուրեմն ժամանակակրական գարկով նախ այն գարջ արաքելական հավատամքն է, որ 10 գեդերու մասին խոսի, որ մեր հետ կուկա նիգյական հանկանագը, որ մեր մեծ բահոց ընթացքին մեր խորհրդածության նյութը պիտի դառնա, իսկ գա երրորդ հավատամքը, որ հատուկ է հայ արաքելական եկեղեցվո, որովհետև միջնադարյան շրջանին, մանավանդ 1300 թվականներուն, աղանդավորական շարժումները այդքան լեցվեցան Հայաստանի մեջ, առաջին դիեզերական ժողովներուն արդեն Արիոսը, Մագետոնը և Նեստորը նզովված էին, սակայն նոր աղանդավորական շարժումներ հարաճացան Հայաստանի մեջ, բավղիգյանները, թոնտրոգացիները և այսպես շարունակվեցան։ Ոնք գտնվեցան վարդապետներ, որոնք դեմ կանգնեցան այս աղանդավորական շարժումներուն, որոնք գասկածի տակ կառնեին Քրիստոսի աստվածությունը և Սուրբ Հոգիի աստվածությունը։ Ուրեմն այդ հայրերեն մեկն էր Գրիգոր Դատեվացի վարդապետ, որ ծնած է 1340-ական թվականներու և վախճանած է 1400-ի սկիզբները և ունեցած է իր նշանավոր համալսարանը Դատևի վանքը, որ եթե երթակ Հայաստան ջուբանուղիով ամենաերկար գահասնիկ և այդ ցամաքի ջամփով եթե ելեք գիտնակ թե ինչ դժվարությամբ գերտանք հիմա ինքնաշարժով ժամանակին ինք և իր աշակերտները քալելով գելեին կբարձրանային այդ բարձունքին վրա և հոն մեր այս նշանավոր Գրիգոր Դատեվացի վարդապետը գրած է հավատամքը, որ կգոչվի թավանություն ուղղափառ հավատո։ Այս թավանանքը մենք կգործածենք 3 առիթներով։ Առաջինը ամեն արևակալի ավարտին կհրաժարենք սատանային, կդառնանք և կհիշենք ուղղափառ հավատո հանկանագը, որ կսկսի կհավատամ գրգին խոստովանելով, հավատալով ամենասուրբ երրորդության Հայր Աստծո, Որդի Աստծո և Սուրբ Հոգի Աստծո։ Հոս ուրեմն Գրիգոր Դատեվացին 9 գեդեր կհիշե։ Գրեթե նման են այն մույս երկու հավատամքներուն։ Սակայն Գրիգոր Դատեվացին պատրաստած հավատամքին մեջ հրաշալի պատկերը կա, որ նոր գդագարանի մեջ միան Պետրոս Արաքյալ իր ընդհանրական նամակներուն մեջ կհիշե։ Մարգարեություններուն մեջ հիշված է։ Պետրոս Արաքյալ նաև իր գրության մեջ կհիշե, բայց մեր սիրելի հավատացյալ ժողովուրդը հավանաբար գաղափար չունի, այն է հարցում մեր մտքին մեջ են հարցնենք։ Քիչ առաջ հիշեցինք 3 օրյա թաղում։ Հիսուս խաչեն իջեցուցին և գերեզման դրին, երրորդ օրը առավոտ կացին, որ արություն արած է։ Այդ մյուս օրերու ընթացքին Հիսուս ինչ ըրավ գերեզմանին մեջ, մեկը գիտե, կամ գաղափար ունինք, կամ Սուրբ գրային մեր ընթերցանության ընթացքին բամ գրծած ենք հասկնալ։ Ուրեմն հոս Գրիգոր Դատեվացի վարդապետ շատ հստակորեն մեզի գսե, որ Քրիստոս 3 օր գերեզմանին մեջ բարգած չմնաց, որովհետև հոս կհիշե Գրիգոր Դատեվացի վարդապետը հետ երից ավուրց դերն մեր Հիսուս Քրիստոս նովին մարմնովն
եւ աստվածային զորությանբն ուրեմն երբ քերեզման մտավ մեր դերը on մարդիկ կասկած կհառաջացնեն որ իր մարդկային մարմինը իջավ քերեզման իսկ աստվածային իր էություն եւ ուժը քերեզման չիջավ բայց Գրիգոր Դատեվացի վարդապետ գպաստե եւ գսե որ մեր դերը իր մարմնով եւ գենթանի աստվածությանբն հիմա խաչին վրա Քրիստոս մերավ գսենք ինչ մերավ Քրիստոսին մարդկային բնությունն էր որ մերավ եւ երրորդ օրը հարություն արավ բայց իր աստվածային զորությունը իր հետ մնաց գսե իր մարմնով աստվածային զորությամբ եւ իր հոգիով իջավ դժոխք բادرազմեցավ սատանային հետ եւ հաղթեց անոր գսե եւ քարոզեց այն ընչեցյալներուն որոնք իրմե առաջ աշխարհ եկած էին հիմա հարց տանք մենք մեզի որ Քրիստոս եկավ 3 տարի ողջերուն քարոզեց լավ Քրիստոսի առաջ մարդիկ կային Գարձենք, որ միջին արևելյան փոքր ցամաքամասիմը վրա, որ Բաղեստին, Սուրիա եւ Երուսաղեմ, Հրեաստան, Սինայանաբադ, այդ դարաշրջանի մեջ էր Հիսուս շրջակայեցավ, հոնգե դուրս չելավ։ Եվ եթե մարգարեները կխոսեին, որոշ սահմանապակ դարազության մեջ կխոսեին։ Ավելի հեռավոր երկրներում մեջ մարդիկ գաբրեին, անշուշտ որ գաբրեին։ Ապրիկյան ցամաքամասի մեջ, կամ եվրոպական ցամաքամասի մեջ, կամ այլ տեղեր մարգարեներ ոնց չկացին, այլ միայն եկած էին ժողովրդիմը համար կարոզելու։ Հետևաբար այդ սահմաններեն դուրս գտնվող մարդիկ երբ մահացան, ինչ եղան, բնականաբար Սատանայի կերի դարձած էին եւ իջած էին դժոխք, որովհետեւ Սատանային լիազորությունը այնքան զորավոր եւ ընդարձակ էր Քրիստոսի խաչելութենեն առաջ ճիշտ այդ պատճառով Հիսուս իջավ քարոզեց ան որ հավատաց իրեն իր հետ հարություն արին վգա հռոմեացի զինվորները գիրագի հարավոտ դեսան հրաշալի դեպքը որ քերեզմաններ բացվեցան սուրբերու մարմիններ հայտնվեցան անոնք որոնք հավատացին եւ հարություն արին իր հետ այս նախատասությունը մենք երբ կգործածենք բادرակի ընթացքին գիտեք երբ սարգսակը վերապերում գնե սաղմոսներ գարդասանե քահանան եւ սարգսակը երկխոսությունը դերի գունենա Այդ երկխոսությունը առնված է մարգարեին խոսքերեն Ալելույա, ալելույա, համբարձեք իշխանստրուն սեվեր, համբարձին տրուն կավիդենից այն հրեշտակները, որոնք Հիսուսի համբարձումի օրը զինք թիմավորեցին երկնքի արկայության մուտքին, երկու խումբ հրեշտակներ, որոնք կպատկանեին չորրորդ խումբի, չորրորդ դասու հրեշտակներուն, որ մենք հարութենեն հետո գիրագի մգուկա ինչ կգոչենք, երկրորդ զաղգազարդ, առաջին զաղգազարդին մեր դերը մտավ երկրավոր Երուսաղեմ, երկրորդ զաղգազարդին մտավ երկնավոր Երուսաղեմ, երկնքի Երուսաղեմը։ Իրարու կհարցնեն հրեշտակները, որ ով է այս գտիմե թեպի ետեմ թեպի տրախտ, գսեն որ ասի անթակավորն է, որ իջած էր երկինք խումբերեն մեկը գսե, որ ջերմակը սկեստով պետք էր լար Հիսուս, որովհետև հարության պատկերները Հիսուսի միշտ ինչ կույնը սկեստով գլա, ջերմակ։ Հետևաբար գսե ասոր դարազին վրա, հակուստին վրա գարմիր արյան շիթեր գան, հոն գսե հրեշտակը, որ ան գրվեցավ սատանային հետ և աղթեց անոր։
Սատանային արյան շիտերն էին Հիսուսի ջերմագսկեստին վրա։ Ուրեմն Գրիգոր Դատևացի լույս գսպրե այս գաղափարին վրա իր հավատամքով։ Ուրեմն մենք հիմա գաղափար ունեցանք, թե մենք ունենք 3 հավատամքներ։ Առաջինը գարջ հավատամքն է, որ գործածենք մգրդության ժամանակ, երբ կհրաժարենք 3 անգամ սատանայեն, կդառնանք, կհիշենք մգրդության օրը երեխային, իսկ երկրորդը մեր նիգրիական հավատամքն է, իսկ երրորդը Գրիգոր Դատևացի վարդապետի քրչեն հոսած հավատամքն է, որ ավելյալ բաժին ունի, որ մեզի գսե Հիսուսի չավ դժոխք, խորդագեց սատանային զորությունը եւ հաղթական դեպի վերին Երուսաղեմ բարձրացավ։ Ուրեմն այս ցեղով մենք այսօր մեր խորհրդածության նյութը գավարդենք։ Աստված օրհնե բոլորդ, հիմա Հավիդյանս Հավիդենից ամեն, այսօրվա դեր ողորմյան միասին երկենք, բոլոր անոնց համար, որոնք բանդերու մեջ, կերության, հիվանդ, բանտուղտ, դեղեր կգտնվին, թող Աստված բարի ազատում գա բոլորին, Աստված օրհնե բոլորը։